օրհնի բոլորիս։ Թող Աստված օրհնի, մենք հիմա պետք է միջև աղոթքը մի փոքրիկ եղբայրն ասեց այդպես հորդորական խոսքեր կար սրտումս։ Ինչքան հրաշալի է եղբայրներ քուրեր, որ մենք գալիս ենք եկեղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Իմ մոտ այդպես համարներ կար գրած եւ ինչ հետաքրքիր է, որ ես չեմ խոսալու, մեր եղբայրները խոսացին են, ինչ որ իմ սրտում էլ կար, փառք Տիրոջը։ Իրոք ես միտեղ մի երկու տեղ ուղակի պետքա կարդամ այս համարներից եւ գանք աղոթքով Տիրոջ առաջ։ Իրոք իմ համար շատ կարեւոր է այսօր իմ համար եւ իմ ընտանիքի համար, ինչպես եղբայրներն ասեցին, որ մտածենք մեր փրկության մասին, մտածենք մեր անձերի մասին։ Ոչ թե մենք քարոզենք, ոչ թե մենք ինչ-որ բաներ ցույց տանք, այլ մենք հասկանանք, որ մի օր պետք է կանգնենք Տիրոջ առաջ։ Եղբայրներ քուրեր, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհով մեկ։ Ամեն բան խառնված է իրար։ Կարծես խաղաղությունը կորսել են ժողովուրդը։ Բայց Ավետարանի մի քանի համարներ կա, որ ես պիտի կարդամ, որ մեզի տանում է սրբության եւ ճշմարտության։ Տեսեք Դանիել մարգարության 9-րդ գլխի մեջ երկրորդ խոսքից կարդում ենք, երրորդ խոսքից կարդում ենք, որ ասում է. Ես իմ երեսս Տեր Աստծո դարձրեցի, որպեսի ծոմապահությամբ, քուրձով, մոխիրով, աղոթք եւ աղաչանք մատուցանեմ։ Այո, եղբայրներ քուրեր, ինչ որ կատարվում է մեր շուրջը, երբեք չշփոթվեք, երբեք չթուլանանք, որովհետեւ մենք Աստծո ժողովուրդ ենք։ Նշանակություն չունի ինչ որ միտեղ ինչ է կատարվում։ Մեր միտքը ո՞րն է, մեր նպատակը ո՞րն է, ասում եմ մեր քաղաքականությունը ո՞րտեղ է։ Երկնքումն է, փառք Տիրոջը։ Այո, այսօր ինչ էլ որ պետքա լինի, դա գրված է։ Ուղղակի ժամանակ չկա եւ Դանիելի մարգարության մեջ եւ Եզեկիելի մեջ։ Այդպես տալիս է, որ վերջի օրերին չէր պետքա լինի եղբայրներ քուրեր։ Գոնե այսքանից հետո մենք ավելի սթափվենք, ավելի զորություն հագնենք, ավելի ուզենանք, որպեսի Քրիստոսին ճանաչենք։ Պատկերացրեք, մարդիկ արթնանում են կամ չեն արթնանում։ Պատկերացրեք ինչ ծանր հարվածներ, չէ, ասենք աղջիկների դպրոց, ինչ կարիք կար։ Կանանց դպրոց, աղջիկների դպրոց, բայց հարյուրներով կորսվեցան։ Իրանք չգիտեն, որ այդ օրը պիտի թողնեին այս աշխարհը եղբայրներ քուրեր։ Մարդիկ չգիտեն վաղը ինչ կլինի կամ մի րոպե հետո ինչ կլինի եղբայրներ քուրեր։ Թող Աստված օրհնի։ Այո, տեսեք Դանիելը, երբ որ լսեց այս ամենը, իրոք մարգարեն խոսած, Աստծո հոգին խոսած եւ Դանիելին հայտնեց ինչեր պիտի լինի, ասում է, վերջի օրերի մասին եմ քո հետ խոսում Դանիել։ Բայց Դանիելը ոչ մի բան չարեց, չշփոթվեց։ Ինչ արեց Դանիելը։ Գրված է. Ես իմ երեսը ինչ արեց, Տեր Աստծուն դարձրեցի։ Այո, եղբայրներ քուրեր, շփոթություն պետք չի ունենա հավատքի մարդը։ Մեր երեսը պիտի լինի Աստծուն, մեր երեսը ծոմապահությամբ, քուրձով, մոխիրով, աղոթքով, աղաչանքով պիտի խոստովանվենք, ինչպես եղբայրը ամենասկզբից խոսած մեր եղբայրը պաշտամունքի սկզբից, որ խոստովանությունը շատ կարևոր է։ Եղբայրներ քուրեր, մենք պետքա չթողնենք մի սև բան մնա մեր մեջ։ Այսօր կարող են քեզ հալածել, նեղացնել, կոտրել, որտեղ է մեր սերը։ Քրիստոսին նայենք եղբայրներ քուրեր։ Պետք չի հավասարվենք մարդկանց, որոնք այսօր հեռու են Քրիստոսից։ Պետք չի հավասարվել են վիճակին, որ հեռու է քրիստոնեական հավատքից, սիրելի հոգի։ Եվ տեսեք 7 խոսքն եմ ուզում կարդամ, 5-ը, որից հետո 7-ը, ասում է մենք մեղ գործեցինք, անօրենություն ունենք, ամբարուշտություն ունենք, ապստամբեցանք, քո պատվիրանքները թողեցինք, խոտորեցանք։ Տեսեք ինչ կարևոր էր Դանիելի համար։ Դանիելը լսում էր ամեն բան, բայց իր ուշադրությունը իր անձի ապաշխարությունն էր։ Սիրելի հոգի, 7 խոսքն ասում է ով Տեր, քեզի կվայել է արդարությունը եւ մեզի ինչը, մեզի երեսի ամոթը։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելի Աստծո հոգի։ Եսայի մարգարության 41-րդ գլխի մեջ եմ ուզում կարդամ 10 խոսքը։ Ինձ ու քեզ ասում է Տերը, մի վախենար, քանզի ես հիմա ում հետ եմ, քեզ հետ եմ։ Այդպես գրված է 41:10, մի վախենար, ես քեզ հետ եմ։ Ինչ ուզում է լինի մեր կյանքում, մենք իզուր չի որ գալիս ենք եկեղեցի, մենք իզուր չի որ գալիս ենք Աստծո տունը, թող իր անունը փառավորվի եղբայրներ քուրեր։ Մի զարհուրեր, վասնզի ասում է ես քո ինչն եմ,
Աստվածն եմ։ Այո, այսօր չկա մեկը, որ քեզ պիտի ասի մի զարհուրի, ոչ մի ապավագրություն, ոչ մի ասորանս, ոչ մի ինչ-որ մի հաստատություն չի կարող քեզ համարձակ ասի, որ ես քեզ պիտի պահեմ, ինչպես եղբայրներն ասեցին, ժամանակ է գալիս, որ անգամ մեր երեխաները կամ մեր հարազատները Աստծուց ուզում են հեռանալ։ Եղբայրներ, քուրեր, ինձանից սկսված մենք շատ ուշադրություն պետք է դարձնենք։ Ահա քեզի դեմ ասում է, սա շատ կարևոր խոսք է, որ ես ուզում եմ իմ համար առաջինը եւ բոլորիս համար միշտ լինի, միշտ մեծ սրտում դրվի։ Քեզի պիտի զորացնեմ, քեզի օգնություն պիտի նեմ եւ իմ արդարությանս աչովը քեզի պիտի բռնեմ։ Սա Աստված ասում, ինձ ու քեզ ասում, եղբայրներ, քուրեր, բայց ահա քեզի դեմ ամեն բարկացողները պիտի ամաչեն ու պիտի պատկառեն եւ քեզի հետ վիճող մարդիկ ինչ պիտի անեն, չեղածի պես պիտի լան։ Դու թող ամեն բան սիրելի հոգի։ Եթե խնդիրներ կա քո կյանքում, դու մի վիճի, դու մի արդարացրա քեզ, ինչ ուզում են ասեն դու Տիրոջը, Տերը տեսնում է թե չի տեսնում։ Ճշմարտությունը Տերը տեսնում է թե չի տեսնում։ Դու մի ուզեցի արդարացնել քեզ, դու խոնարհվի Տիրոջ առաջ, Տերը ամեն բան տեսնում է եւ ասում է քեզի հետ կռվող մարդիկը պիտի փնտրես, պիտի չգտնես, քեզի հետ պատերազմող մարդիկը պիտի չեղածի պես լինեն։ Աստված թողորտնի, եղբայրներ, քուրեր։ Այո, մենք պետք է մնանք Տիրոջ ճշմարտության մեջ, Տիրոջ սիրո մեջ եւ սա մեզի մեծ հաղթություն կլինի։ Եսայի 40-րդ գլուխն էլ կարդամ եւ մենք աղոթքով կգանք Տիրոջ առաջ։ Եսայի 43 առաջի խոսքից եմ ուզում կարդամ, ասում է հիմա ով Հակոբ, քեզի ստեղծողը եւ ով Իսրայել քեզի ձևակերպող Տերը այսպես կսե։ Աստված ասում սա եւ ինձ ու քեզ ասում, նորից ասում է ինչ, մի վախենար, վասնզի ես քեզ ինչ արեցի, փրկեցի։ Այսօր փրկությունն է իմ ու քո համար շատ կարևոր սիրելի։ Ասում է քեզի քո անունովդ կանչեցի, դուն իմս ես։ Այո, եղբայրներ, քուրեր, ամբողջ աշխարհով միլիարդավոր ժողովուրդ ուզենան, որ Տիրոջը ճանաչեն, Տերը կճանաչի եւ անունով կկանչի, եթե գրված է ինձի սիրեն եւ իմ պատվիրանները պահեն։ Թողնենք ամեն բան մի կողմ սիրելի հոգի, քանզի ասում է ես քո Տեր Աստվածն եմ, Իսրայելի Սուրբը, քո փրկիչը եմ, թող իր անունը փառավորվի։ Եկեք մենք բոլորս աղոթքով գանք Տիրոջ առաջ, եղբայրներ, քուրեր, թող Տիրոջ խոսքը կատարվի մեր սրտերի մեջ։ Հռոմեացիս 8-րդ գլխի մեջ մի տեղ կարդամ եւ մենք աղոթքով կգանք Տիրոջ առաջ։ Հռոմեացիս 8-րդ գլխի մեջ, եղբայրներ, քուրեր, 8-18-ն եմ կարդում։ Վասնզի, սա խոսում է ճշմարտության փառքի մասին։ Վասնզի ես այսպես կնկատեմ, թե այս ժամանակի չարչարանքները, ինչպես եղբայրներն ասեցին, չէ, կլինեն չարչարանքներ, դժվարություններ։ Պողոս առաքյալը մեծ տառապանքների մեջ անց է։ Դու էլ այսօր միգուցե խնդիրներ ունես, ես էլ, բայց Տիրոջ խոսքն ինչ ասում է, այս նկատի ունենք, որ այս ժամանակի չարչարանքները բան մչեն գալիք փառքուքով, որ մեզ պիտի ինչ ալնի, հայտնվի։ Այս գալիք փառքը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, իր անունը փառավորվի, որ այդ զորությունը պիտի գա մի օր եւ ասում է զի ստեղծվածները մեծ ակնկալությամբ Աստծո որդիները հայտնվելուն պիտի սպասեն։ Փառք մեր Տիրոջը, թող Աստծո անունը փառավորվի։ Եկեք աղոթքով գանք Տիրոջ առաջ, աղոթենք համբարձում եղբայր, աղոթքով գանք Տիրոջ առաջ, խնդրենք Աստծո օրհնությունը, եղբայրներ, քուրեր։ Իրոք այսօր շատ կարևոր է իմ ու քո համար, որ թողնենք ամեն բան, ամեն դատ ու դատաստան, ամեն վիճաբանություն, դա Տիրոջ հաճելի չի, եղբայրներ, քուրեր։ Աստված ամեն բան տեսնում է, հանձնի Տիրոջը, խոնարհվի Տիրոջ առաջ եւ Սուրբ Հոգին պիտի քեզ բարձրացնի իր անունը